Փետրվարյան օրերը մեր շրջանում այս տարի թեև զարմանալիորեն մեղմ ու գարնանային շունչ ունեցող են, սակայն միևնույն ժամանակ վտանգավոր է գյուղատնտեսության համար։ Բոլորիս հայտնի է, որ ձմռան ամիսներին հողը պետք է ծածկված լինի ձյան հաստ շերտով հանգստանալու, խոնավություն կուտակելու և գարնան բերքատվության հիմքը ամրապնդելու համար։ Ձյունը ոչ միայն պաշտպանում է ցանքատարածությունները սառնամանիքից, այլ նաև գարնան հալոցքի միջոցով ապահովում է անհրաժեշտ խոնավություն։ Այս տարի, սակայն, ձյան պակասը մտահոգիչ է։ Հողը զրկված է բնական պաշտպանիչ շերտից, ինչի հետևանքով կարող են առաջանալ ինչպես սառնամանիքի վնասներ, այնպես էլ գարնանային չորություն։ Այս տարի լավ պաշտպանության ցանելու սեզոնը լավ անջակ, եթե քիչ անդրև կար։ Թերսպես անդրև չկա, խոնավությունը չեղավ։ Դա լավ է, ոդապես համարյա 10 սանտիմ ուսնել է, համարյա, այսքան կա, չէ։ Այսքան, էստեդիկ, քիչ խոնավությունն լավ գալիս, ես տարի շատ չորային է, քիշերն է անչապ ցուրտ կլի, իման ցուրտ կլոր, աղակին վնաս է, օգուտ չի դարի հեմի, շատ լավ է, շատ աշնացանների տարի էր, բայց որ խոնավություն չկա ու գիշերը ցուրտ է, գիշերվա սարությունը սարեսներ է, մարդղաշ է նոր գել է, մարդղաշ է, չէ նուրբ է, զգայուն է, շատ զգայուն է, աղակին վնաս, աղակին պեչասնիկ է, աշնացանուն ասի գիշերվա ցարդերը, աղակին պեչասնիկ է։